Շարունակվում է Առավոտ լուսո վիքենդը սիրելի հեռուստադիտողներ, իսկ մենք շարունակում ենք մեր հետաքրքիր զրույցները հյուրերի հետ։ Մեր տաղավարում է Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Ջերմուկ համայնքի ղեկավար Մանան Գևորգյանը։ Բարի լույս։ Բարի լույս։ Նախ շնորհակալ ենք ջերմ եւ սրտաբաց հյուրընկալության համար։ Մենք ենք շնորհակալ։ Եվ շնորհավորում ենք ձեր ամանորն ու Սուրբ Ծնունդը։ Տիկին Գևորգյան, ինչ դեր է ստանձնել Ջերմուկի համայնքապետարանը ֆեստիվալ փառատոնի նախապատրաստական աշխատանքների իրականացման հարցում։ Ջերմուկի համայնքապետարանը ակտիվ մասնակցություն ունի ֆեստիվալի նախապատրաստական աշխատանքներում։ Սկսված ենթակառուցվածքներից, ապահովում է տարածքներով եւ պահպանելու է անվտանգությունը, որը որ ամենակարևորն է։ Ինչպիսի արձագանքներ եք հասցրել լսել։ Ջերմուկի բնակիչները շատ դրական են արձագանքել եւ շատ ուրախ են եւ պատրաստ են յուրաքանչյուր հարցով օգնելու եւ կարեւորում են նմանատիպ միջոցառումների անցկացումը հենց Ջերմուկ քաղաքում։ Ջերմուկը, որպես այդպեսին, առաջինն է, որ ձմեռային ֆեստիվալն է հյուրընկալելու, իսկ Վայոց ձորի մարզը արդեն երկրորդ անգամ է ֆեստիվալը հյուրընկալում իր մարզում, բայց ինչ է տալու ֆեստիվալը հենց Ջերմուկ համայնքին։ Ինչ առաջիկա պլաններ կան, որ կարծում եք իրականություն կդառնա ֆեստիվալից հետո։ Ձեռք կբերի ավելի մեծ ճանաչողականություն զբոսաշրջության ոլորտում, կակտիվանա ավելի շատ մշակույթային, սոցիալական ոլորտները, որը որ դրական աճ կբերի Ջերմուկ քաղաքին։ Որպես Ջերմուկ համայնքի ղեկավար, ինչպիսի հնարավորություններ եք տեսնում այս համագործակցությունից եւ ինչպիսի ակնկալիքներ ունեք ֆեստիվալից։ Ֆեստիվալից ունենք մեծ ակնկալիքներ, նորից կրկնվեմ, Ջերմուկը կդառնա ավելի ճանաչելի, ավելի հայտնի իր զբոսաշրջության, իր մշակույթի, իր ավանդույթների, նաև տեղական արտադրողների, այո, եւ սոցիալական ակտիվության կբերի։ Տիկին Գևորգյան, խոսեցինք արդեն զրույցի ընթացքում, որ Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունն ու առաջինալիք արդեն 3 տարի է իրականացնում են այս ծրագիրը, ֆեստիվալը տարբեր քաղաքներում, 9 քաղաքներում հասցրել է լինել, բայց Ջերմուկը առաջինն է, որ ձմեռային ֆեստիվալ է իրականություն դարձնելու։ Սա ինչպիսի պատասխանատվություն է համայնքի համար։ Իրականում պատասխանատվությունը շատ մեծ է, քանի որ առաջին ձմեռային ֆեստիվալը հենց տեղի է ունենում Ջերմուկ քաղաքում, որը որ առանձնանա իր բնության ձմեռային գեղեցիկ տեսարաններով, մթնոլորտով եւ կապահովի հաճելի տրամադրություն։ Ու շատերի համար կարծես կլինի բացահայտում, որովհետև տարվա այլ եղանակներին են մեծ մասամբ այցելում Ջերմուկ, մեր համաքաղաքացիները, համերկրացիները, բայց սա հիանալի հնարավորություն է նաև ձմեռային Ջերմուկը բացահայտելու համար։ Այո։ Իրականում ձմռանը Ջերմուկում ավելի գեղեցիկ է, ավելի ջերմառատ է, արևաշատ է, շատ գեղեցիկ է։ Ես իրականում առաջին անգամ եմ Ջերմուկում ձմռանը եւ հիացած եմ ուղղակի։ Բնությամբ։ Տիկին Գևորգյան, Ջերմուկի համայնքապետարանը ինչպիսի հարմարություններ, ինչպիսի պայմաններ է ստեղծում փառատոնի մասնակիցների համար, խոսքը անվտանգության մասին է, տրանսպորտային միջոցների մասին է եւ մի շարք այլ կարեւոր հարցերի մասին է։ Ջերմուկի համայնքապետարանը ապահովելու է անվտանգությունը, տրանսպորտի խնդիրն է կարգավորելու եւ հաճելի տրամադրություն է պարգևելու մեզ բոլորիս։ Այո։ Իսկապես վայելելու այս երեկոն եւ ամբողջ օրը հիանալի հնարավորություն է։ Մենք հաճախ նախորդ մեր հյուրերին ֆեստիվալների ընթացքում, մասնավորապես համայնքի ղեկավարներին հարցնում էինք, թե հյուրերի ինչ թվի ակնկալիք կա, բայց այս դեպքում հաշվի առնելով, որ ձմեռային է, բացահայտումներով լինելու ֆեստիվալը, երեկոյան համերգ է սպասվում, որին մեծ այցելուների թիվ ակնկալվում է գոնե կազմակերպիչների, նաև համայնքապետարանի կողմից, արդյոք համայնքը Ջերմուկը պատրաստ է այդքան մեծ թվով մարդկանց հյուրընկալելու։ Այո, իհարկե, Ջերմուկը պատրաստ է մեծ թվով մարդկանց հյուրընկալելու։ Սպասում ենք մի քանի հազար այցելուի, չմոռանանք նաև նշել, որ Ջերմուկում են դիմավորել ամանորը եւ դիմավորելու են Սուրբ Ծնունդը հազարավոր տուրիստներ, հյուրեր, նախնական հաշվարկներով մեծ թվի ակնկալիք ունենք։ Հիանալի է։ Եթե հաշվի առնենք այն փաստը, որ շատ զբոսաշրջիկներ այստեղ են դիմավորել ամանորը, կան նախնական ինչ-որ հաշվարկ կամ կանխատեսում, թե ինչքան մարդ այսօր կմասնակցի ֆեստիվալին։ Հույս ունեմ, որ թիվը շատ մեծ է լինելու, այցելուների
Նախնական հաշվարկը դրական է, չգիտեմ, կոնկրետիվ չեմ կարող նշել։ Ցանկանում ենք 5-անիշ լինի այդ տիպը։ Եվ իհարկե արդեն օգտագործելով եւս մեկ անգամ մեր բոլոր հեռուստադիտողներին հիշեցնում ենք, որ դեռ առավոտ է ու կա ժամանակ, որպեսզի դուք անկախ նրանից թե Հայաստանի որ մարզում, որ համայնքում եք բնակվում, գաք Վայոց ձորի մարզ, մասնավորապես այս դեպքում Ջերմուկ, որպեսզի ամբողջ օրը ֆեստիվալյան տրամադրությամբ անցկացնեք։ Ձեր մաղթանքը ամանորի Սուրբ Ծննդյան կապակցությամբ մեր հեռուստադիտողներին, այս դեպքում մասնավորապես Ջերմուկ համայնքի բնակիչներին։ Սիրով շնորհավորում եմ բոլորիս ամանորն ու Սուրբ Ծնունդը, ցանկանում եմ խաղաղություն, բարեկեցություն, առողջություն եւ հաճելի տրամադրություն։ Շնորհակալություն։ Շնորհակալ ենք ձեզ այս տոնական օրը մեզ հետ կիսելու համար։ Ես նույնպես շնորհակալ եմ։ Շնորհակալություն։ Իսկ մենք, սիրելի հեռուստադիտողներ, շարժվենք առաջ։